Նա շարունակում է խավիար, նավթ, դոլար բաժանել։ Մինչև եվրոպական հարթակներում Արցախն Ադրբեջանի մաս կճանաչեին, նա սիրով եվրոպացիների գիրկներ նետվում։ Հետո արդեն սկսեց տորպեդահարել, մերժել եվրոպական կողմից ցանկացած միջնորդական առաջարկ դեպի ռուսական կողմներ թեքվել։ Հիմա ղեկը էլի շրջում է։ Այս օրերին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասին էր Բաքվում ընդունում։ Տիկին Կալասը նախ բանակցեց արտգործնախարար Բայրամովի հետ, հետո լրագրողներին գոհունակության մասին պատմեց։ Լավ քննարկում ունեցանք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Մենք ակտիվորեն աջակցում ենք երկու երկրների միջև կապերի կայունության ապահովմանը եւ խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Ես գոհունակությամբ ողջունում եմ խաղաղության փաստաթղթի տեքստի շուրջ համաձայնությունը։ Հուսով եմ, որ հաջորդ քայլերը կլինեն ավելի արդյունավետ։ Բայրամովը բացեց բողոքի տոպրակը, դժգոհեց հայերից, պատմեց, որ Մինսկի խմբի լուծարումն են պահանջում սահմանադրության փոփոխություն, անշուշտ զարկ տալով սեփական երևակայությանն ու բարձրաստիճան եվրոպացուն համոզելով, թե հայկական սահմանադրությունն իրենցից տարածքային պահանջներ ունի։ Իմ գործընկերոջը տեղեկացրեցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին իրավիճակի մասին։ Ադրբեջանի ակնկալիքները Հայաստանից կրկին մանրամասն բացատրվեցին։ Եվրամիության մեր գործընկերները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Սա անոր դիրքորոշում չէ, այն քննարկվում է արդեն 2 տարի։ Ադրբեջանցին ասել է, թե մեջբերում տարածաշրջանում հայկական ռևանշիստական միտումների շարունակականությունը լուրջ մտահոգության առարկա է։ Նա բողոքել է, թե Հայաստանը սպառազինվում է, իբր Հայաստանը սպառնալիքի աղբյուր է մնում իրենց համար։ Ահա այսպիսի ստեր Կալասի համար։ Եվրոպացի բարձր ներկայացուցիչը Բաքվում չհարցրեց, սակայն թե ինչու խաղաղության փաստաթուղթը չի ստորագրվում, ով է տորպեդահարում համաձայնեցված տեքստը։ Տիկին Կալասը վստահաբար գիտի նաև, որ ստորագրման համար Բաքվի հիմնական նախապայմաններից մեկը հայ-ադրբեջանական սահմանից պարեկություն անող անզեն եվրոպացի դիտորդներին հեռացնելն է, ինչին Երևանն ի դեպ համաձայնել է։ Կալասը չի հարցրել, ինչու է խաղաղության ձգտող Բաքուն այսպիսի տարօրինակ բան առաջարկել։ Ադրբեջանական կողմը այս հարաբերփոխ աշխարհում, որտեղ շատ դժվար է հասկանալ, թե ով բարեկամն է եւ ով թշնամին, փորձելու է գնալ որոշակի ռազմական գործողությունների, մինչդեռ Ադրբեջանը միշտ սկսում է առաջին տեղեկատվական արշավ եւ ըստ այդմ արձագանքներով արդեն հասկանում է հետագա գործողությունները։ Ալիևի հետ հանդիպանը եվրոպացի Կալասը Ադրբեջանի հասցեին դրվատանք շռայլեց, ասաց Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ հետաքրքրված է դրանց հետագա զարգացմամբ։ Էներգետիկ ոլորտում համագործակցությունը հիշատակելով ասաց երկիրը հուսալի գործընկեր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այստեղ գովքի սազը ձեռքն առավ Ալիևը։ Էլի հուսալի գործընկերությունից խոսեց, ասաց Բաքուն արդեն գազ է մատակարարում 10 եվրոպական երկրների։ Փոխադարձ հաջողությունների այս շղթայում հիշեց Կայա Կալասը, որ բարձր գնահատականները շռայլում մի երկրում, որտեղ Եվրամիության առաքելությանը լրտեսության համար են մեղադրում։ Մի երկրում, որը էթնիկ զտման է ենթարկել ժողովրդին, հայաթափել է Արցախը ու ոտնատակ տալով պատերազմի գրված ու չգրված բոլոր օրենքները, Բաքվի բանտերն է լցրել հայ ռազմագերիներին։ Եվրամիության բարձր ներկայացուցիչը լռեց։ Ինչու՞։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։